Ասում է բռնապետություն, ի՞նչ բռնապետություն։ Սենց բռնապետություն եք տեսել, արգելի գործընկերներ։ Պարոն Մինասյան, ասում եք դասական բռնապետություն։ Հələ տեսեք ուր ենք հասել։ Դուք այստեղ դասական բռնապետությունը հիմնավորելու համար ասում եք Արման Բաբաջանյանը հրաժարվել է ներողություն խնդրել։ Հələ մի հատ նայեք բևեռը։ Արման Բաբաջանյանը հրաժարվել է ներողություն խնդրել, սա բռնապետության մի օրինակ է եւ օրենքի ոտնահարման եւ ասպատակության եւ հոկտեմբերի 27։ Մտնում են ազգային ժողով, գնդակահարում են պետության քաղաքական ղեկավարությանը, դա մնում է չբացահայտված, եւ մյուս կողմում Արման Բաբաջանյանը հրաժարվել է ներողություն խնդրել, կամ որևէ մեկը հրաժարվել է ներողություն խնդրել։ Մի հատ նայեք մարտի 1-ը, բանը եւ այլն, ինչ քաղաքական հետապնդման մասին է, ժողովուրդ ջան, այս ինչ հեքիաթի մեջ եք դուք ապրում։ Ձեզ թվում է թե դուք մենակ սենյակում իրար հետ ասում, խոսում, ծիծաղում եք։ Պարոն Մանուկյան, հարցից պատասխանեք, խիեք Սրբազանի հարցազրույցը բանարել։ Խիեք Սրբազանի։ Սրբազանի հարցազրույցն ուր է։ Ուր է Սրբազանի հարցազրույցը։ Ընկել եք Սրբազանների հետևից։ Լրություն դալի։ Սրբությունները ոտնատակ եք անում։ Ո՞նց եք Սրբազանների հետևից անում։ Բասես բան կլինի։ Հե՞։ Ինչ, պարոն Դանիելյան, ինչ կա չկա։ Ոսկեպարի եկեղեցին ուր։ Ոսկեպարի եկեղեցին ուր է, պարոն Դանիելյան։ Ուր է, երբ որ գալիս էիք ստում էիք, երբ որ գալիս էիք ստում էիք ստեղ, երբ որ գալիս էիք ստում էիք, որ Ոսկեպարի եկեղեցին մնում է Ադրբեջանում, ուր է մարդկանց, երբ որ խաբում էիք, երբ որ մարդկանց խաբում էիք, որ Ոսկեպարի եկեղեցին մնալու է Ադրբեջանում, Ոսկեպարի եկեղեցին ուր է, Ոսկեպարի եկեղեցին ուր է, պարոն Դանիելյան, դա դաջված է մնալու ձեր ճակատին, որը դուք մշտապես փորձել եք այս հանրությանը մոբիլիզացնել, խաղալ մարդկանց հույզերի հետ, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը չունենա սահմանազատված սահման, որպեսզի ձեր սիրելի 004 շրջաբերականի դրույթները ի կատարածվեն։ Էս եք դուք։ Հիմա էլ եկել եք Բովիկ Աղազյանին փորձում եք բանանել։